Խաղաղություն, սիրելի Աստծո ժողովուրդ, ես ասեմ, որ 92 թվից ես եկեղեցում եմ, մասնակցում եմ պաշտամունքների, սա առաջի պաշտամունքն է, որ սրտի ցավով եմ ասում, որ Սամվել եղբայրը այլևս չի լինի մեր մեջ։ Ինքը տեղափոխվեց երկինք, երկնային հայրը, երեք առավ իրան իր գիրքը, Աստված թող օգնի, Աստված օրհնի, եղել է շատ ապացակա է, Եվրոպայա գնաց է, եկել է, բայց էլ եկել է, բայց այլևս չի լինի ինքը, որտեվ գնաց իր հոր հանգիստը։ Եվ դրա համար Աստված թող օրհնի, իր վերջի հորդորները, իր վերջի պատգամները ինքը տվեց եւ Հայաստանի սպասավորական ժողովին, Հայաստանի սպասավորներին ինքը որպես ավակ խորհրդի անդամ, որպես եպիսկոպոս ինքը իր խոսքը ուղղեց եւ սպասավորական ժողովին մի ամիս առաջ եկեղեցու անդամներին եւ անցյալ կիրակի վերջի կիրակին ինքը մինչեւ որ պետք է բարձրանալ խոսալ ինձ ասավ Ջանիկ ջան, սա իմ ամենավերջի խոսքն է։ Ես ուզում եմ ասել, ինչ ես ասում, բայց չկարողացա տխրեցի, ու իրոք իր ամենավերջի խոսքն էր։ Բայց մինչև էլ, ոնց որ Տեր Հիսուսը խաչի վրա հոգիր անում իր մոր համար, ասում էր ով կին, ահա քո որդին, աշակերտի համար, ահա ով աշակերտ քո մայրը, այդպես էլ Սամվել եղբայրը մինչև իր վերջի շունչը հոգիր անում եկեղեցու համար։ Այս ինչ որ տեսնում եք, այս ամեն ինչը որ կա, ինքը մասնակցել է, կարելի ասել իր ձեռքով այս ամեն ինչը արվի։ Վերջում էլ այս առաստաղի փոփոխությունը, այս վերջը այս էկրանը, այնտեղ էլ ինչ որ խորհուրդներ տվեց, կանչում էր եղբայրներից մեզ հորդորում էր, խրատում էր, հետագայում ոնց վարվենք, ինչպես վարվենք։ Ամենայն դեպս սրտի ցավով եմ ասում, ինքը այլևս չի լինի, բայց ինչպես երեգրատ եղբայրն էլ ասեց, իր տեղը շատ ավելի լավ է, քան թե մերը։ Ինքը հիմա որ հանգստում է սիրել եղբայրներ քրեր եւ դրա համար կարելի ասել սա իր հիշատակի համար որոշ խոսքեր ես հիշեմ Եբրայեցիս 13-րդ գլխի 7 խոսքում գրված է Հիշեցեք ձեր առաջնորդներին որ Աստծո բանը խոսեցին ձեզ նայեցեք նրանց վարմունքի վախճանին եւ նման եղեք նրանց հավատքին Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր եւ հավիտյան Հիշում ենք մեր առաջնորդին, որ Աստծո բանը խոսեց մեզ հետ, Աստծո խոսքը սովորեցրեց մեզ։ Ասեմ, որ եթե Հայաստանում շնորհքի ջաղտագովներ կային, առաջիններից մեկը նաև հենց մեր Սամվել եղբայրն էր։ Շնորհքի վարդապետ, մենք իրանից շատ բան ենք սովորել։ Ինքը այստեղ դալիճում շատ-շատերը կարող են վկայել, որ իրանց համար հայրություն է արել։ Ինչպես վաղ եկեղեցում կային եկեղեցու հայրեր, այս վերջի շրջանում էլ եկեղեցու հայրեր են ունեցել, որոնք ննջել են Տիրոջմով, մեր Սերգե պապիկը, Ժորժ եղբայրը, մեր Վազգեն եղբայրը, Հրայր եղբայրը, այդ թվում նաև մեր Սամվել եղբայրը։ Աստված թող օրհնի, ասում նայեցեք նրանց վարմունքի վախճանին, որ իրանք մինչև վերջ էլ հավատարիմ մնացին Տիրոջը, Տիրոջ ուսմունքին Նաև իրենց հավատքին ասում է, ուրեմն անցյալ տարվա հունվարից այս հիվանդությունը, այս քաղցկեղը հայտնաբերվեց իր մոտ տարի մի քանի ամիս է, որ ինքը այդ հիվանդության մեջ է, բայց երբեք չի ընկճվել, երբեք չի հուսահատվել, միշտ օրհնել է Տիրոջը, փառք է տվել Աստծուն, իր քարոզնելից էլ է դա երևում, նույնիսկ վերջում ինքը պատվեր տվեց մեզ որ իր հոգի հանգստի արարողության ժամանակ եւ հարկավորության ժամանակ մեր երգչախումբը պետք է երգի իր սիրած երգերը։ Ինքը թվարկել է որ երգերը ասել է պետք է օրհներգենք, փառավորենք Տիրոջը, որտեղ ինքը մեր Տերն է, մեր փրկիչն է։ Փառք Աստծուն, Տերը թող օրհնի։ Ինչպես Սաղմոսների գրքում է գրված 116 Սաղմոսի 15 խոսքի մեջ գրված է Պատվականը Տիրոջ առաջին նրա սուրբերի մահը։ Մեր Սամվել եղբոր մահն էլ Տիրոջ առաջին պատվականը։ Նաև ես ուզում եմ Մաղաքիա մարգարեության 3-րդ գլխից մի հատված ընթերցել,
Այն ժամանակ խոսեցին Տերիցը վախեցողներն իրար հետ, եւ Տերը ականջ դրավ եւ լսեց, եւ հիշատակի գիրք գրվեցավ նրա առաջին Տերիցը վախեցողների համար, եւ նրա անունը պատվական համարողների համար, եւ նրանք իմը կլինեն, ասում է Զորաստերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, եւ ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդին կխնայե, որ ծառայում է իրան, եւ դուք հետ կդառնաք եւ կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծո ծառայություն անողի եւ ծառայություն չանողի տարբերությունը։ Փառք Տիրոջը, Աստված թող օրհնի Աստծո մխիթարությունը կա գրետակրոջս, զավակների համար, Գերդաստանի համար, իդեպ ասեմ 3 առավոտյան աղոթքաժողովին քույրերից եղբայրներից ներկային, որ վերջի պահն էր, որ պետք է աղոթքը փակեինք, ժամը 10-ի մոտերներ, Արկադի եղբայրը լուր տվեց, որ Սամվել եղբայրը ննջեց։ Այդ պահին իրա մոտ ա եղել իրա փեսա Հայկը, Հայկ եղբայրը Զորավանի, ինքն ասում է, որ վերջում ձեռքերը բարձրացած, փարտալով գնաց երկինք։ Տերը թող օրհնի, սուրբերի մահը էցև ա լինում, որ պատվականա Տիրոջ առաջին։ Այսինքն ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք, անողորմ ցավերի մեջ, ոչ մի բացասական բան չի եղել, մենակ գոհացել ա Տիրոջից, փառքատվել Տիրոջ։ Տերը թող օգնի, Աստված օրհնի, վերջում աղոթքից առաջ իր սիրած երգերից մեկը երգենք, հիշելով իրան, այդ պատվերը ինքը տվել է։ Հետո միասին աղոթենք, վերջում հայտարարությունները կգրենք, խնդրում եմ չշտապեք, պետք է ասվի, որ լսենք հայտարարությունները։ Հարմար է ոտքի վրա երգենք։
Եվ